Ական 90 Վերջնական Ռուդո ջան, աղբոր պես խնդրում եմ, դանակը դիր տեղը, իրավիճակը մի բարդացրու, էլուտելու տեղ չունենք, էդ բուդը հանգիստ թող նստի, մի բաժակ նոր տարիներս շնորհավորենք, հլը 5 տուն պետքա մտնենք։ 90-ականների նոր տարիները մեկը մյուսից մեծ շուքով էինք դիմավորում, որովհետև գիտեինք, անցնող տարվա փորձառությունը մեզ ավելի ուժեղ է դարձրել։ Նոր տարվա սեղանը առանձնակի կարևորություն ուներ։ Բազմաթիվ դժվարությունների մեջ միևնույն է, մարդիկ ամեն մեկն իր գրպանի չափով նոր տարվա սեղան էր դնում։ Այս տարի բութ չեմ դնելու, թե չէ ինչ, նոր տարին որ եկավ տեսավ սեղանից բութ չկա, ֆռալույա հետ գնա։ Չէ, Զորիկ ջան, նենց էլ կգա, ուղակի ասում ա լիքը սեղանով պիտի նոր տարի անես, որովհետև ոնց դիմավորես, ատենց էլ շարունակվում ա։ Հա, որ տալիք անեմ, ճոխ սեղան գցեմ, նոր տարին մենակ սեղանին է նայելու, բա տալիքներից չի նայելու, հենա դու ես ասում, ոնց դիմավորես, ատենց էլ շարունակվում ա, պարտքով ճոխ նոր տարի մի արեք, պարզ հաշվարկա, ձեռ չի տալի, ապե։ Այն օրերին, երբ Երևանը դեռ Սիթի չէր դարձել, երևանցիների մտքով երբեք չէր անցնի, որ ձեռքի ափի միջի կյանքի գծին վարկային գիծն է փոխարինելու, և դրանով մեկ վայրից մի քանի ժամում նոր տարվա համար ամեն ինչ կարող են գնել։ Վարկային գծեր չկային, բայց մարդիկ մի բան գծում ու մի տեղից տալիք էին անում։ Այն օրերին պարտքով գումար վերցնելիս շատ ավելի գիտակցված ու հաշվարկված էին մոտենում հարցին։ Կենդանի շփում կար, մարդիկ միմյանց աչքերի մեջ նայելով արձեռն էին պարտքեր վերցնում կամ տալիս, կամ էլ ամիսներով կորում չէին գալիս։ Դե պատահում է։ Հեռախոսի էկրանի մի քանի հպումով վարկ ձևակերպելու հնարավորություն չկար։ Տալիք անելու որոշման պատասխանատվությունը շատ ավելի մեծ էր։ Մեջտեղ ամոթ կար, խոստում կար։ Տո չէ այդ ցավը տանեմ, ասածս օրը 100% ես փողը մոտը տա, իմ ասածը օդի մեջ չի կորում, ես որ մի բան ասում եմ, ատենց ա։ Այ ախպեր, խի ես մունատ գալի, փող ես ուզե, տվել եմ, ես քեզ բան ասեցի, կամ էլ այդ թեմայա, որ խոսում ենք, երբ ըլնի կտաս, բայց մինչև նոր տարի եթե ըլնի, լավ կլնի։ Երեխեքին ֆիրմա տելևիզոր պտի առնեմ, ասում այդ մուլտիսիստեմը լավ ա ցույց տալի։ Հեռուստացույցը մեր կյանքի անբաժան մասն էր։ Հատուկ խնամքով էինք օգտագործում, որոշ ընտանիքներում օրը 5 անգամ փոշու շորով սրբում էին։ Ամանորյա հրաշքի մի մեծ կտոր հեռուստացույցի մեջ էր։ Մայեստրո Արթուր Գրիգորյանի հեղինակած Ամանորյա հրաշք երգերը, Արձագանք ստուդիայի համերգները, հումորը, մաղթանքները, գովազդները, տոնական հանդեսները։ 12:55 րոպեից բաժակները լցնում, ORT-ն էինք միացնում, ռուսական նոր տարին էլ դիմավորում ու անհոգնել պարում էինք այնքան, մինչև մեծերից մեկը ձեռքով ոտքով նշան էր անում, որ կենաց է հասունացել։ Ամանորյա սեղանների շուրջ մարդիկ իրար շնորհավորելիս կենսական բարեմաղթանքներ էին փոխանակում։ Նորո ջան, նոր տարիներս շնորհավոր, տաք ձմեռ անի, ժողովրդի սրտով տարի լինի, ազգի մասին մի քիչ շատ մտածեն, գործ ըլնի մարդիկ փող առնեն, ինչ լինում ա ժեշտին թող լինի, լինելուց էլ ժամանակին լինի, ով էլ չի ուզի մեր լավը, դե գիտես էլ չասեմ։ Կրկնվող հայտնի հումորներով, թևավոր խոսքերով ու ամանորյա հեքիաթի սպասումով ապրեցինք 90-ականները։ Ու մի օր էլ հանկարծ Հանրապետության հրապարակի ժամացույցի ղողանջը նոր հազարամյակի սկիզբն ազդարարեց։ 2000 թվականի նոր տարին անսովոր զգացում բերեց։ Մեզ ծանոթ ինները, որոնց հետ մի ամբողջ կյանք էինք ապրել, մեկ ակնթարթում անհետացան էկրաններից։ Ժամանակի հաշվիչը պտտվեց, բայց բացի թվերից ոչինչ չփոխվեց։ Նույն աղմկոտ ամանորյա տոնական մթնոլորտն էր, նույն մաղթանքները, տնից տուն թռչող բոմբոնյերկաները, հեռու բարեկամները, մոտիկ հարևանները և անսահման լավատեսությունը, որ անհարմարություններն այլևս անցյալում են։ 2000-ականներին աշխարհը կտրուկ զարգացման տեմպի մեջ ընկավ։ Առաջադիմությունն այնքան մեծ էր թվում, կարծես էլ զարգանալու տեղ չկար։ Ինչ պիտի լսեինք, որ զարմացներ մեզ։ Բայց որոշ ժամանակ անց ինֆորմացիայի ահռելի հոսքը զսպող կապանքները չդիմացան։
արձակվեցին, ցանցի նման բացվեցին ու աշխարհը համացանցապատվեց։ Երբեմնի սուպեր առաջադեմ 2000-ականներին հետահայաց, հասկանում ենք, որ ամեն ինչ այդքան առաջադեմ չէր, որքան թվում էր։ Վաղվա օրն այսպես թե այնպես գալու է։ Ներկան շատ արագ անցյալ է դառնալու։ Այս եւ նմանօրինակ խելացի մտքեր մեջբերելու փոխարեն ամենավերջում կարտագրեմ 1995 թվականին 11 տարեկանում Ձմեռ պապիկի համար գրած իմ նամակը։ Սիրելի Ձմեռ պապի ջան, խաղալիք չեմ ուզում։ Հեքիաթի միջի չցնդող կախարդական ֆլոմաստերից եմ ուզում, որ ինչ գրեմ իրականանա։ Խոսք եմ տալիս, լավ բաներ կգրեմ, դու բեր չես փոշմանի։ Դրանով գրելու եմ, որ Հայաստանից գնացած մարդիկ հարստացած հետ գան, որ ոչ մի երեխա սոված չլինի ու չմրսի։ Մեծերը ընդհանրապես չի կարելի բառ չասեն։ Մաման ինչքան ինձ լավ բաներ ասի, այդ ֆլոմով արագ կգրեմ, որ իրականանա։ Հայաստանի համար տատիի աղոթելու բառերն էլ կգրեմ, էդ էլ թող իրականանա։ Լիքը լավ բաներ կգրեմ, ուղիղ 30 տարի հետո ստուգելու եմ, տենամ որն է իրականացել։ Հաջող։ Թերևս այսքանը, այստեղ հեղինակի խոսքն ավարտվեց։ Ընթերցեց Մխիթար Ավետիսյանը։ 90-ականները հիշողությունների ժողովածուն ավարտվեց, բայց հենց այնպես ոչինչ չի ավարտվում։ Շարունակեք բաժանորդագրված մնալ մեր ալիքին։ Կհանդիպենք։